Մինչ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հերքում է իր քաղաքական կապերը հաստ կուսակցության հետ, այդ կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը զարմանում ու չի հավատում, ինչպես կարող է Փելեշյանն անտեսել ու հերքել կապն իրենց հետ, եթե 4 տարի առաջ հենց այդ կուսակցության ցուցակով է դարձել ավականու անդամ։ Կապ չունի։ Այո։ Որպեսզի բաներս չեմ պատկերացնում, ասած ունի, չեմ հավատում ձեր ասածը։ Այսինքն չեք հավատում, որ ասելա, որ կապ չունի ինքը։ Իհարկե չեմ հավատում։ Դուք ձեր մոտ ունեք այդ հիմքերը, որտեղ ինքը ասում է, որ հասկի հետ կապ չունի։ Այո։ Ես կճշտեմ իրենից։ Դա հասկի ցուցակով է ինքը մասնակցել ընտրություններին, ոսկար կապ չունենա։ Չնայած կառավարությունը Վանաձորում վերջին տարիներին իրականացվող ծրագրերն իրեն է վերագրում, բայց հասկի ղեկավարը վարչապետի նշանակած պաշտոնակատարին իրենց կուսակցության ներկայացուցիչն է համարում ու պնդում Վանաձորի բոլոր ծրագրերն իրենց ձեռքի տակով են անցնում։ Այսօր փաստորեն մեր կուսակցությունն է Վանաձորի խնդիրներով զբաղվում։ Իսկ ի՞նչն եք քննարկում։ Անելիքներ ամեն ինչը, բարեկարգման հարցեր, բնակիչների հետ կապված հարցեր, քաղաքի հետ կապված հարցեր։ Չէ՞ որ դա կուսակցության ծրագիրն է իրականացում այսօր Վանաձորում։ Հա, դուք համարում եք, որ հիմա իրականացվում է հենց հասկի նախընտրական ծրագիրը։ Ես չեմ համարում, իրական դեպքերս էլ կա։ Վերջին անգամ երբ եք քննարկել Վանաձորում իրականացվող ծրագրերը։ Ես 3-4 օր չորեքշաբթի օրն եմ եղել Վանաձորում։ Հա, այսինքն հաճախակի գալիս եք քաղաքապետարան, քննարկում եք։ Իհարկե կապը միշտ պահում ենք, միշտ հանդիպում ենք, միշտ քննարկում ենք։ Դեռ 1 տարի առաջ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ազատությանն ասել էր, չնայած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակն է գլխավորել եւ մանդատ ստացել, ընտրություններից հետո այլևս հասկի հետ կապ չունի։ Փելեշյանը չէր բացատրել, արդյոք հակասություններ ունի, թե պարզապես փոխել է իր քաղաքական կողմնորոշումը, հրաժարվելով ընդդիմադիր կուսակցությունից։ Դուք գիտեք, չէ՞ որ այս անկուսակցականը միշտ է։ Ո՞վ եք դարձել, պարոն Փելեշյան։ Դուք չգիտեք, որ այդ կուսակցության ցուցակով եք դարձել քաղաքապետ։ Կուսակցության ցուցակով եմ դարձել ավականու անդամ։ Այդ կուսակցության ցուցակն է գլխավորել։ Այսինքն կապ չունեք այդ կուսակցության հետ, ճիշտ եմ հասկանում։ Ցուցակով առաջադրվել։ Բայց կապ չունեք կուսակցության։ Դեռ 2021-ի Վանաձորի ընտրություններից օրեր առաջ հասկ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, ով այժմ էլ Փաշինյանին իր թիմակիցն է համարում, հրապարակ EM-ին տված հարցազրույցում բացառել էր իրենց թիմի հետընտրական դաշինքը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Դուք նշեցիք իշխող քաղաքացիական պայմանագրի, այդ տարբերակը մեր մտքով չէր անցնում, հստակ ասեմ։ Փոխարենը նա հավանական էր համարել համագործակցությունը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որի երկու տեղակալները հենց իրենց կուսակցության ցուցակն էին գլխավորում։ Մամիկոն Ասլանյանը իր աշխատանքային հաջողությունները, եթե գրանցել է նաև մեր թիմի անդամների միջոցով, որովհետև երկու իր տեղակալները մեր թիմի ցուցակն են այսօր գլխավորում, եւ նաև այնտեղ բաժնի վարիչներ կան, այլ աշխատակիցներ քաղաքապետարանի։ Մարդիկ ավելի հեշտ կհամագործակցեն իրենց իմացած մարդկանց հետ որտեղ բոլոր դեպքերում դա թիմ է եղել, ոչ վաղանցյալում։ Սակայն ընտրություններից հետո Մովսես Շահվերդյանի քաղաքական կանխատեսումները գլխիվայր շուռ եկան։ Կոռուպցիոն մեղադրանքով Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Վանաձորում ձևավորված քաղաքական թիմը պաշտոնապես ՔՊ-ին միանալու մասին չհայտարարեց, բայց իր գործողություններով աջակցեց հենց իշխող կուսակցությանը։ Ժամանակավոր պաշտոն ստացավ։ Ասլանյանի կոռուպցիոն մեղադրանքներն այդպես էլ նրան չհասան։ Ես գնահատական չտամ, թող քաղաքացին գնահատական տա, թե իմ, թե պարոն Փելեշյանի աշխատանքի։ Ես գնահատական տալու համար չեմ եկել, ես եկել եմ աշխատելու համար եւ պետք է աշխատեն մարզպետարան, համայնքապետարան սինխրոն, որպեսզի շահի քաղաքացի։ Արդեն 4 տարի իշխանությունները պարբերաբար գովաբանում են Վանաձորում վարչապետի նշանակած պաշտոնակատարին։ Նշում են, որ հենց նրա կառավարման օրոք Վանաձորում աննախադեպ աշխատանքներ են կատարվում։ ՔՊ-ական նախկին մարզպետներն անգամ չեն բացառել, որ նա կարող է իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն լինել առաջիկա ընտրություններում, որ հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում։